Բարև ձեզ Օրագի Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Սպորտ Զոնն է, այսօրվա իմ հյուրն է ֆիթնես մարզիչ, սննդաբան Մանուկ Բրուդյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Մենք շատ լավ, մերսի, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, շնորհակալություն։ Նախ եկեք սկսենք, ինչից սկսեց ձեր ֆիթնես մարշական կարիերան։ Հետաքրքիր հարցեր, ուրեմն նայեք, մինչև ես 28-28 տարեկան զբաղվում էի մեր բաբական գործով, մեխանիկ էի, այսինքն ավտո ենք սարքում, հետո արդեն այդ տարիների մոտավորապես հասել էի քաշս 140 կիլոգրամ, առողջական խնդիրներ չէի գարում շնչեի, չէի գարում գործանեի, արդեն կակատնակետներ հասել, իմ մոտ էլ այդ վիճակներ մարդկանց թվում, որ ես երկուշաբթի սկսեմ, այս ամսվա 1-ին սկսեմ, այդ նույնը իմ մոտ կար իհարկե, մինչև ես այդ իմ մեջ գտա որ պետք է սկսեմ այլևս ու այդ երկուշաբթին եկավ ու սկսեցի դες ու էլ դուրս չեկա Առաջին մարզումը ֆիթնեսներ չէ, բայց հետո գնացիք դեպի բոդի-բիլդինգ։ Այդ ճանապարհը ոնց եղավ։ Սկզբից նպատակը ընդամենը նիհարելն էր, հետո ասենք 1-2 տարվա ընթացքում որ նիհարեցի, դες այն մարմինը ոնց էր ձևափոխվում, ու կողքից էր որ ինձ ասում էին Մանուջան, մարմինը սիրունա, կառուցվածքը սիրունա, ինչ համար ավելի չես խորանում, մրցումների խիչ ես մասնակցում, ու դենց 2-3 տարի կոնկրետ աշխատեցի, ավելի շատ մրցումային ֆորմատ ձեռք բերելու ու պարկասո ստացվեց դենց։ Հիշում եք ձեր առաջին մարզումները ինչպիսին էին դրանք, որ մտակ այդ ֆիթնես Արդյոք ունեիք մարզիչով ձեզ կուղորթեր, թե ինչ գիտեիք այդանում էիք։ Այս ամենը որ սկսեցի այդքան, այս որորդ այդքան զարգացած չէր։ Սկսեցի մնացածի նման, այսինքն ինչ որ գիտենք, մեկը մյուսին ասելով, այդ դրա համար մի հասկանում էր լրի մարդիկ, թե ինչերի մեջով են անցնում, ինչ սխալներ են անում, ես այդ բոլոր սխալների մեջով անցել եմ։ Իհարկե հետո սկսեցին կարդալ, հասկանալ, որ էսենք անենք, սենց անենք, հետո սենց ասեմ, այս գիտությունը փոխվում է, ամեն մի քանի ամիսը հաստատ փոխվում է։ Մի բանը կարա ճիշտ լինի, հետո փոխվի։ Սկսեցին այդ ամեն ինչին կամաց իհարկե մարզիչ չեմ ունեցել Մարզիչ սարովս ասենք ընկերներս ինձ օգնեցին կոնկրետ մրցումայինի շրջանում այնտեղ արդեն էր փոփոխվում ուտելիքի ձևը, մարզանքի ձևը, այդ ամեն ինչը իհարկե որտեղ ես experience պրակտիկա չունեի ընկերներս ով որ գային արդեն այդ ոլորտում ինձ օգնեցին ու որ հասեմ ես դեպի մրցումներ Bodybuilding Իսկ մրցումները ձեր հիշում եք առաջին լարվածություն կար Իհարկե շատ լավ եմ հիշում առաջ անգամ դու պիտի բարձրանաս բեմ ու ասեմ էդ էլ բանով էլի ինչ են ասում մայո կուպանի գոլչկին ինչ են ասում ոչ դրանով պիտի բարձրանաս բեմ ու մարդիկ նստած քեզ են նայում դու ասենք մարմինդ բաց սենց ասեմ երկու բաժակ կոնյակ եմ խմել որ մի քիչ թուլանա ներվերս ու կարողանամ հելնեմ բեմ առաջինը դա ինձ ա եղել Ինչպես փոխեց ձեր կյանքը սպորտը Իմ կյանքը այնքան խորին փոխեց, սենց ասեմ, իմ շրջաբադը, իմ ընկերներին, իմ մտածելակերպը, հայացքը դեպի աշխարհ, չեք կարող պատկերացնել ինչ ձևի է ինձ փոխել։ Ժամանակին, երբ որ դուք եք սկսում, ֆիթնես այդ մարզչական ու բոդիբիլդինգ Հայաստանում տարածված չէր։ Հիմա ինչպես կգնահատեք, արդյոք մարդիկ գնում են ու ինչի համար են գնում սպորտզալ։ Նայեք, ճիշտ այդ ժամանակ տարածված չէր, հիմի էլ bodybuilding-ի մասին եթե խոսանք, կոնկրետ այդքան տարածված չի, որտեղ դա սենց ասեմ ինքը դիսցիպլինա բանջում, ահա որ սենց ամեն մարդու բան չի։ Էդի կոնկրետ։ Դրա համար մեր մոտ շատ դեր զարգացած է այդ bodybuilding-ը։ Ասենք սենց ասեմ, ես միշտ նայել եմ ասեմ, օքեյ, եթե ես անցա տոշակի, ինձանից դու ովքեր կան։ Շատ քիչ մարդիկ են հետևներիցս գալի, որ մենք թողելու ենք իրան bodybuilding-ը։ Իսկ ձեր կարծիքով ինչի՞ց է այդ գալիս, որ չեն ուզում գնան։ Դե ասեցի ձեզ ինքը շատ խիստ դիսցիպլինա է բանջում, նաև ես ձեզ ասեմ, ես bodybuilding-ի պատճառով սկզբից ես արդեն թողեցի առաջի գործս։ Որպես ավելի շատ մնամ ֆիթնեսի մեջ ես։ Իմացաք, ասենք քեզանից բանջում է ճիշտ քնել, ճիշտ ուտել, վար ռոբեին ուտել, օրը երկու անգամ մարզվել, ինքը շատ դժվար բան է, մի մարդու բան չի։ Այսինքն նվիրում ես կյանքդ իրան, զրկում ես բոլոր աշխարհի լավ բաներից, էլի։ Դրա համար դժվար է ինքը մի քիչ, այլ մարդու բան չի, դրա համար եմ ասում։ Ես ուղղակի ունեի նպատակ, պիտի հասցնեի այդ նպատակին, ուզեի չուզեի, որտեղ սկսել էի։ Իսկ ֆիթնեսի բանը որ հարցրեցիք, այդ ժամանակ այո այդքան դարածված չէր նաև ֆիթնեսը մարդիկ մտածում էին փողեն վիճարում եկել այդամ քաշ վերցնեմ ինչ անեմ ոչ մեկ չէր մտածում մարմինս ինչ կարալնի դենց մոդա չկար այդ վաղ որ մենք էինք բարավ մեզ ասում են գիշես ինչ ես գնացես բարախպեր գեր խմի էլի կեֆարա ինչ ես այդպես բաներ էլի դենց իսկ հիմա փոփոխվեց այսինքն եթե այդ ժամանակ ասենք թե բարաբում էր ժողովրդի 5% կամ 10% հիմա կարամ ասեմ բարաբումը համարյա 40-50% հասել արդեն իսկ հիմա գալիս են պարապելու համար ավելորդ քաշի տեսքի թե ուղղակի ինստագրամյան նկարներ հրապարակելու համար նայեք այդ ինստագրամյան հրապարակելու նկարներ էդի մի քիչ մոդան անցավ գար
Էդեր գալի որ մեծ մարզասրանները բացվեցին սիրուն բան, բարդատիր ընդերից պիտի մարտիկ սելֆի ունենային զուտ դրա համար կարող է տային։ Սկզբից սենց ասեմ մարտիկ կնում էին զուտ մենակ նպատակ նիհարել, այդ էին կարծում ֆիթնեսը, բայց այս իմ էջով կամ մնացած մարտիկ ով որելի փորձում են իմ նման առաջ տանել այս ամեն ինչը, մեկ մարդկանց բացատրում եմ, սա գիտեք ինչ կա։ Սա մենակ չենք խոսում ենք նիհարելու կամ չաղանալու մասին, այլ մենք խոսում ենք առողջ ապրելակերպի մասին, որ սա բարդատիր արդեն մեր կյանքում, որտեղ որ դու դառնում ես կյանքը նստակայց, արդեն այնտեղ սկսում է քո խնդիրները։ Այդ օրը որ դու նստում ես, այդ օրը սկսում է քո ձեռությունը։ Ինչ խնդիրներ են առաջ գալիս։ Ողնաշարից բռնած, մետաբոլիզմից բռնած, չգիտեմ, դեսկից բռնած, մաշկի թուլացույց բռնած, լիքը բան։ Ոյ։ Ձեր փորձից ելնելով վերջին տարիներին on-line հարթակներում մարզիչները շատ են։ Ու ինչ որ առաջարկներ են մարդկանց անում, արդյոք դա չի վնասում ձեր գործին, ու մարդիկ այդքանը տեսնելով, ոնց կարող են տարբերել ով է լավ մարզիչ, ում վստահ են։ Նայեք ցավոք սրտի որովհետև մենք Հայաստանում կամ աշխարհում կարամ ասեմ որ դենց հետաբնտում չկա ով ելում ինչ խոսում է այդ շատ վատ է որ ով ելում ինչ խոսում է ով ինչ ուզում խոսում է սխալ ինֆորմացիաներ դարածում են բան չունեմ ասելու մարտիկ նայեք ես ինձ որ ասում են ես մի բան եմ ասում մարտի ինչ որ ուրիշ մարզիչի վիդեո է ուղարկում ինձ կամ հորովագը ես ասում գիտես ինչ կա ես չեմ կարող իրան ասեմ դու մի հել էսի արա մենք ունենք խելք չէ ասված մեզ դվելա խելք Մենք ունենք սոցիալական ցանցեր, մենք ունենք ChatGPT, մենք ունենք Google, չէ՞։ Մի հատ search-ը, մի հատ մանարի, դես ճիշտ է ասում։ Կարևոր չի ամեն մարդու ասածը, դու մի անգամից դա օրենք վերցնես, գնաս, ինչի համար, որովհետև այդ դիմացի քո մարդը քեզ դες բան գարա ասի, որ դա քո սրդով է։ Ես շատ բան գասեմ, որ քո սրդով չի։ Ես քեզ գարամ ասեմ, մի ամեն օր քայլես։ Այդ մարդը ասում է, ինչ քայլել, ախպեր, բեկ չի։ Ես ասում եմ, եթե դու մարզասրահ ես գնում, դա չի նշանակում նիհարում ես։ Դու պետք է սնդագարկդ բայս առաջինը։ Մարզասրահը քեզ չի նիհարացնում։ Խանոսն է քեզ նիհարացնում։ Իսկ մարզասրահը բահաբանում ես մգաններդ կամ աջակցում ես մգաններդ ավելորդ եւ մարմինդ ես ուղում։ Եղավ, դա դարբեր։ Իսկ ընդ ինչ են ասում դե այդտեղ կապ չունի, ոնց է մարզասրահում նիհարում ենք։ Այդ եմ ասում։ Շատ մարդ կա, միֆով խոսում է։ Իսկ երբ խոսքի այդ մարդը որ խոսում է, իրան հարցնում է քանա դիպլոմ կամ սերտիֆիկատ ունես։ Ինչ ուսում ունես ընդհանրապես։ Ինչ պրակտիկա ունես, ինչ ես արել այս կյանքում։ Դու քո վրա ինչ որ բան ես փոխել։ Քանի հոգի ես փոխել, քանի հոգու կյանք ես փոխել։ Ես կարամ հազարավոր մարդկանց ցույց տամ։ Մի հոգի երկու հոգի չի, հազարավոր։ Դրա մեջ կա մարդ է դեվում այնց։ Այդքան կան նաև տեսնում եմ Instagram, որ էլի հետևորդներ ունեն մարզիչներից, բայց ինչ որ վիդեոներ են գցում, օրինակ այս դետոքս հերը խմեք, կնիհարեք։ Դրանք միֆ են, թե ինչ որ ազդեցություն ամեն դեպքում ունեն։ Ազդեցություն ունի, այո, մենակ վատ։ Ջրազրկվում ես, այգները դադարգվում է։ Դետոքսով։ Ապրես։ Հիմա էլ չմնաց մարդ դետոքս օգտագործի, ես մի դարիա բայկարում եմ դետոքսի դիմաց։ Կոնկրետ մի դարիա բայկարում։ Էլ չեմ կարծում ինչ որ մեկը մնացել է, որ գասի ես դետոքսով եմ նիհարում։ Որտեղ ով էր գա փորձեց եւ տեսավ թե ինչ է կատարվում իր հետ։ Ոչ թե քաշի գորուստ, այլ կրկնակի վերադառնում։ Այդ կրկնակի վերադառնալը կապված է արագ արդյունքի հետ, ուզում են արագ արդյունք տենան, բայց հետո շատ շուտ հետ է վերադառնում։ Որն այն ամենատարածված սխալը որ մարդիկ անում են որ Նայեք, դուք ասենք թե դետոքսը, չգիտեմ, 3 օրվա է դարի, քեզ 5 օրվա, 7 օրվա է դարի, չէ՞ օրինակ։ Դու 5 օրում 7 օրում դու ոչ մի բան չես ուտում։ Դու հյութ ես խմում, չէ՞։ Դու մարմինդ ինչքան ստրեսի մատնեցիր։ Իսկ այդ քաշի գորուստը որ եղավ, ջարբ չի։ Ջարբը չի գարա, ասենք մի շաբաթում 5 կիլո իշնի։ Չի գարա։ Բացատրեմ սխեման։ Ուրեմն, ջարբի 1 կիլո 7700 կալորիա է։ Okay 7700 կալորիա դու ծախսելու համար օրը եթե մտես ասեք թե դու քո կալորիատ օրական 2000 է դու մտել ես 500 մինուս դեֆիցիտ այո շաբաթը անում է 3500 չէ օրը 500-ով իջար այդ 3500 ինչքան ջար բարեցիր 5 կիլո Բարզա դու ոնց կարաս շաբաթը 5 կիլո ջարբ իշտես այսինքն ինչի չավ մարմին տեղուկը գնաց ու ավելի վատ մգաններդ գնացին որտեվ դու պրոտեինը սպիտակուցել չէր սնվում ու պլյուս դու այսքան զրկեցին մարմինդ մի շաբաթ ես քեզ խոսք եմ դալի հենց այդ օրը եկավ դետոքսը բրծավ դու սառնանը բացելու ես վերից ներքև մաքրես մարմին չի դիմանալ ասել է դուր ու մի հատ բերանը դրեցիր ուտելիքը մինչև սառնանը եղածը չբրծենի դու չես կանգնի այդ դրամը երկու անգամ ավեր քաշ դե գալու Ոյ Այդ նույն ձևաչափով տեսել եմ էլի վիդեո 10 կիլոգրամ ենք նիհարում 10 օրում Այդ նույն սխեմայով են իրանք աշխատում Նայեք
էլի շուտ են նիհարելը։ Տարբեր տեսակի դայետներ կա, որը ընդհանրապես ես դեմ եմ դրանց, այսինքն դա կլինի low carb, դա կլինի, չգիտեմ, օրը մի անգամ ուտել, դրանք կարան քեզ արագ նիհարացնեն, բայց ոչ թե նիհարել, այլ ասեցի, ջրի հաշվին, մգանների հաշվին։ Ասում եմ, գա բարձ հաշվարկ, ջարբետ 7700 կալորիա, հաշվարկ է, դու չես կարա իդի վարես մի օրում, չես կարա, դու 7700 կալորիա չես կարա վարես, ամբողջ օրը եթե չուտես, ասենք 2000 կալորիա ես ուտում ամբողջ օրը, օրինակ եմ ասում, ամբողջ օրը եթե չուտես, էլի մի օրում դու մի կիլո չես նիհարի։ Իսկ այդ կալորիաների հաշվարկը ոնց ճիշտ անեն, օրինակ 60 կիլոգրամ քաշած մարդը, քանի կալորիա պետք է օրվա ընթացքում ուտի։ Նայեք դա ինդիվիդուալ է, այլ մարդունը դարբեր է, ընդեր քաշբոյ դարիքը գաբ ունի, քո ակտիվությունը գաբ ունի, օրվա շարժու ձևդ գաբ ունի, մարդասրահ գրում ես չես գրում գաբ ունի, դրա համար գոյություն ունի BMR հաշվարկը, դա իմ էջում կա դրածած ձրիա։ Էլի այդ էջով աղջիկները տեսնում են, ու մենք մեր տարեկակիցները ինչ որ sense գեղեցիկ կազմված, ինչքան էլ աղջիկը նիհար լինի, միևնույն ուզում է էլի նիհարի։ Այդ պարագայում ոնց կարանք իրան օգնենք։ Գասենք առաջին տոդիմի հոգեբանի արդեն։ Ես դες մարդկանց հետ աշխատում հոգեբանորեն, առաջի հերթին։ Իմացաք, որովհետեւ այդ մարդը չհասնի անորեքսիայի, որովհետեւ չհասնի հիվանդության, մազաթափություն չլինի իր մոտ, եղունգները չջարդվի թափի, երեգամները վարի չհետա, հորմոնները չխախտվի, պերիոդը չկանգնի, լիքը բան, հաշվեմ ինչեւ արոտ կարամ հաշվեմ, այդ կա խնդիր կարա բերի իրան։ Իմ գործը ասելն է եւ միշտ ասում եմ, ժողովուրդ մենք չենք նիհարում գշերքով, մենք նիհարում ենք հայլով, չափսերով։ Գարամ լիքը ատլետ ցույց տամ, մրցում մասնակցող աղջիկեր, որ 70-75 կիլո են, նայում ես գծած մարմին։ Այսինքն քաշը չի, այդ թիվը չի մեր տշտամին։ Ջարբանա, դու ջարբի չասու, ոչ թե քաշը։ Դու երբ որ հելում գանկնում ես գշիրքի վրա, ինչքանով ես համոզված այդ մի կիլոգրամը, որի չելա քո ջարբից այ չէ։ Ինչքանով ես համոզված։ Խիբար միտրա մենակ ջարբա։ Չէ, ունես մգան, ունես ոսկոր, ունես ջուր, լիքը բան ունես, չէ։ Ինչից վստահ ես, որ դու այդ մի կիլոգրամ որ գործրեցիր, դա ջարբի դաշվիներ։ Չէ։ So, դու խելացի լինեն, որովհետեւ իրանց առողջության վնաս չտան, թող ջիցը ոսնվեն։ Ասենք թե եթե ինքը 20 տարում հավաքել է այդ քաշը, թող չի մտածի այդ 20 օրում ոնց իջացնի։ Թող 20 ամիս տևի։ Մի շտաբի։ Շտաբեցիր, հիվանդություններ գալու է հետդ։ Չշտաբեցիր, առողջ կմնաս։ Ու սիրուն մարմին կունենաս։ Այդ նույնի հակառակ տարբերակն էլ կարելի տեսել եմ Instagram-ի այդ ռիլերով, որ ակնհայտ աղջիկ երևում է, որ ունի ավելորդ քաշի խնդիր ու շատ, բայց ինքը իրան արդարացնում, որ ես իմ տեսքը այսպես սիրում եմ։ Այդ արդարացումը թե ուղղակի իրոք Նայեք, ես ձեզ ասեցի, ես եմ անցել դրա մեջ։ Ես եմ անցել դրա մեջով։ Դրա համար ով որ ինչ խոսում է հիմի, ես ասում եմ դու ինչ որ արել ես, ես եմ արել։ Ես եմ ասել, որ ես իմ մարմինը սիրում եմ, չկա դες բան։ Չկա դες բան։ Չի կարանի։ Ինքը խորքուց ինքը լավ գիտի, որ իր մոտ ավելորդ բան կա։ Ինքը շատ լավ գիտի էլի։ Բայց արդարացումը այդ տարածումը։ Ապրես, ես սենց եմ ասում գիտեք արդյոք Ամերիկայում վերջի այս մի դարում քանի հատ ինֆլուենսեր մահացավ այն չավերից, որ ելում խոսում են body positive-ը մենք սենց են, գիտես կան օքի մահացավ։ Չքան։ Այն հայտնի ինֆորմացիաների մասին եմ խոսում, որ ելում են ամբողջ օրը բուրգերները ցույց տալ, ես կամ բուրգեր եմ ուտում, ես կամ բարենում, ես սրում իմ մարմինը սենց երկու մարդու չափսով, 10 օքի մահացան։ Ինչ որ ավելորդ ջարբ կա քո վրա, դա նշանակում արդեն հիվանդություն է։ Այն աղջիկը որ ունի ավելորդ քաշ կամ դղեն, կապ չունի աղջիկ տղա։ Դու երբ որ գրանց ստուգվես, դու հաստատ ունես ինսուլինի խնդիր, դիմադրության։ Դու հաստատ լիարտի ֆունկցիա ունես խախտում, դու հաստատ հորմոնալ խախտում ունես, հաստատ խոլեստերոլ ունես։ Այդ ամբողջ դու ունես։ Դու արդեն առողջ չես։ Վերջացավ։ Հետևիր առողջությանդ։ Մի մտածի լավ, փորիդ մասին թե ոնց է։ Այդ քայլերը դու առողջությունը տզի, այդ փորդին իրան իշտելու է արդեն։ Մի ամոզի ոչ մեկ ինքնես ինչ կա, ես ինձ ցենց եմ հավանում, չէ, դու քեզ դենց ես, բայց ոչ մեկ քեզ դենց չի հավանում։ Okay, դու կարող կոմ բաննա միտքնա, բայց դե նայ որ այդ մարդկանց ինչ որ մտնում, դու քեզ ինքնավստահ ես։ Ինչքանով է ինքնավստահ, երբ որ մտնում ինչ որ միտեղ։ Ինչքանով է ինքնավստահ։ Մեգա իրա հոգու խորքում կամ մի հատ գետ, որ ինքը ամաչում է իրանից։ Ձև չի ոչ մեկ թող չի ասի ինձ։ Տատիկների մոտ էլ այն բանը կա, որ իրանց թորնիկներին ասում են ինչ ես գնում տղու մարմին կստանաս մկանոտ, բայց այդ մկանները հավաքելը տարիների աշխատանք է պետք, որտես այդ կարծրատիպը արդյոք կոտրվել է, թե միևնույնը հələ կա։
որ աղջիկը գա մարզասրահ, մկան կհավաքի տղամարդու Ափսոս դագավինգա դա դագավինգա հազար անգամ բացատրում ենք որ աղջիկներ ջարետը խոսքը գնում աղջիկերքի մասին ասում ենք աղջիկներ ջան դուք չեք կարող դողուն նման մգան հավաքեք ես ունեմ հաջախորդներ որ 10 տարի իմ հետ մարզվում են դագավին ասենք այնց քաշեն անում դղեկից ավել հավատա կանա վիդեոներով ցույց տամ դղեկից ավել քաշեն անում հələ ոչ ոք իմ չափին չասավ Սա բոլորն է սիրուն սիմպաթիչնի թե մգան ասելով այ երբ որ այս մաշկի դագի ջարբը էտում է մգանները սկսում են արտահայտվել ինչ որ ինքը ունի դու եր ունես մգան մյուս աղջիկները բոլորը առանց մգան չես կարող ապրես մգանը կավրեց դու ծնվել ես մգանով ոչ թե ձեր քեզ բերե ասես դու ունես մգան միշտ ունես մգանը դարքի դեպ զարգանում է Okay Երբ որ եկան մարզվեցի ջարբի տոկոսի իջացրեցի օրինակ եմ ասում մաշկի եւ մգանիդ մեջտեղի ջարբը գնաց քո մգանը ինչ ունես արտահայտվելու է բայց դա չի նշանակում որ դու մգան ունեցար դու երազես որ մգան ունենաս ասեք 15-16 տարի բարաբում եմ ասենք ոնց ասեմ երևի 20 կիլո մգան եմ ձեռք բերել ես դղա հալովս որտե ինչի համար եմ նայ մերը տեստեստերոն այսինքն մերը օգնում է որ մգան ունես իսկ աղջիկը բեյսի ինչա գլխավոր հորմոնը էստրոգենն է դու չես կարող դողնում մգան ունենաս ցույց են դալի մրցում մասնակցություն ասում ասենցա դու ինչ կորզ ունես իր հետ ինքը հորմոնը անում դեղը անում բոլորս անում մրցում ասածով դի անի դու չես կարող դի թաքցնես բայց ճիշտ է որ դու իր նման ես դառնալու այդ ճարպի հավաքման հիմնական խնդիրը մեր հայ ազգը շատ է սիրում քաղցր շատ է սիրում այդ ոնց անենք որ այդ շաքարը պահանջը փչանա կամ լրի վերանա որտեղ վնասն է մեր գլխավոր այդ քայլերը միշտ խոսում եմ դրա մասին նայեք առաջի կարևոր խնդիրը մեր քիչ քնելն է Եվ որ դու քիչ ես քնում դու ամբողջ օրը մարմինդ քեզանից բանջում է շաքար այսինքն արագ ածխաջուր է բանջում քեզանից արագ էներգիա է բանջում ինչով դու չես քնել էներգիա չունես դու երբ որ ջուր չես խմում կամ ջրի բանջկդ խառնում ես քաղցրի հետ համարյա նույն բանջկն է տալի քեզ իմացար հələ մի հատ ջուրդ խմի հետո որոշի քաղցրը ուզում թե չէ հացիդ մեջ սպիդագուս չիներարելը ամեն մի բաժնի մեջ դա քեզ բերելու է էլի քաղցրի բանջի Okay Այս երեք գլխավոր բաները արի հետո որոշենք դու քաղցրի բանջ կունես թե չէ Ասված չի ստեղծել մեզ կամ որ այդանք ամենավերջին ադեններ մենք չունենք քաղցր Քաղցրը մտել այս վերջի 100 տարի Okay Մարտը չի ապրել ասել ես քաղցրի բանջ կունեմ չկա տես բան Քաղցրի բանջը քո ուղեղն է քեզ թելադրում որտեղ դու մի անգամ քաղցր նայեք ես մանո պրոդյան Ես մինչև նիհարել ես, օր ուդում էի 2-3 հատ ստիկերս, 2 լիտր կոլա։ Սա սովորական օրի մասին եմ խոսում։ Ես մանո պրոդյանս։ Ես ոնց կարողացա հրաժարվել դրանից։ Ոնց։ Եթե ես կարողացա հրաժարվեմ, այսինքն նշանակում դու էլ կարաս։ Չէ՞։ Ես էլ եմ դու ես բար։ Իմ գլխից ուրեմն բան չկա ինչ որ թակ բան չկա տարբերություն։ Okay Եթե ես կարողացա, եթե իմ հաջախորդը կարողացավ, եթե մյուսը կարողացավ, ուրեմն դու էլ կարաս։ Այստեղ գալիս է խնդիրը, քեզ պետք է պատճառ, դու պետք է լուծում։ Եթե պետք է պատճառ, դու կարաս օրինից 1000 պատճառ։ Բայց լուծումից հեռու կմնաս։ Բայց եթե պետք է լուծում, ամեն ձևի լուծումը կարաս գտնես դու։ Այդ նույն պարագայով պիտի էլի օրինակի վրա բերեմ, իմ ընկերներից մեկը կալորիաներ է հաշվում իր քաշը նվազեցնելու համար։ Մտնում ենք խանութ, ասում եմ լավ, այս պրոտեինով բատոնчикները բնականաբար որոշակի գնային տարբերություն ունեն, բայց շաքարի փոխարինիչով է, իսկ սովորական սնիկերսը բնակորոշ սաղ շաքար է, բայց կալորիականությամբ ավելի քիչ է։ Հիմա որն ընտրեն։ Շաքարը, որ կալորիականությամբ քիչ է, թե պրոտեինը, որ կալորիականությամբ շատ է, բայց Եկեք ասեմ ինչու համար։ Շաքարը հասկացանք։ Արդեն նայեք։ Հիմա մենք որ խոսում ենք կալորիաների մասին, կան, այդ ասեցիր որ մարզիչներ, սննդաբաններ, ասում ենք կարակ մեր կալորիաների մեջ ներառեք քաղցր, այո, կարաս ներառես։ Բայց մի հատ հարց տամ քեզի։ Շաքարից քո մարմինը ինչ վիտամին է ստանում։ Մի հատ վիտամին, ասա ես քեզ ասեմ, ես գործը թարգում եմ գնում եմ տուն։ Ամեն մի բան որ դու դնում ես քո բերանը պետքա օգտակար լինի։ Դու շաքարից ոչինչ չես ստանում բացի ինսուլին դիմադրություն Բացի էներգիայի անգում, բացի մաշկի որակի, ահավոր, sense բզուկներ, բաներ ինչ ասես կարող լինի, ինչ է ստանում, ուրախություն, այդ գեժանվա դոպամինը որ բարձրանում է, ուրախանում ես դրանով, հա, չէ, էդի ամենակ, քեզ ուրախություն է պատճառում, գեժամեդո դրամատուրգ ընկավ գեդին, ինչի ինսուլին ընկավ գեդին, էլի է բանջում քեզանից, էլի դուր, էդի մեկ, անցանք շաքարից,
Երկրորդ ինձ համար վերամշակված բաներից ես հերու եմ։ Ես այդ բատոնջիկը, որ ասում եմ պրոտեինի։ Okay, մեջը պրոտեին, առաջին ինչ որակի պրոտեին է մեջը ասված գիտի։ Քիչ դամ Ապրես։ Հետո մեգա ջարբերը շատ է, մեգա բանը շատ, ինքը հետո շինված կա։ Շինված կա։ Հիմա այնքան ենք զարգացել, այսինքն մարդիկ դուն են սարքում այդ ամեն ինչը։ Դուն են սարքում։ Եթե դու educated դրա դիմաց հանդեպ խոսքի ուզում ես, դու քո շաբաթվա բանը սարքի, չգիտեմ, քեյսի դեսկով գտնի, թխված կապլիտի դեսկով գտնի, չգիտեմ, ինչի դեսկով դու սարքի։ Մեղրով, բանով, լիքը բան garanք սարքենք։ Նշի ալյուրով, վարսագի ալյուրով, բրինձի ալյուրով, սարքի դունդ։ Կարևոր չի այդ ամեն ինչը դուրսից առնես։ Այդ մի բատոնջիկը որ խոսքի արժի 1000-500 դրամ, քանատ քեյս կսարքես դունը։ Մտածի։ Ցելի շաբաթվա քարը տանի։ Ապրես։ Հաստատ ես որ քոնի լավ բան ես ուտում, որ քեզ օգտակար է։ Վերամշակված բաներից փորձենք հեռու մնալ։ Ուտենք ինչ որ ասված դվել է մեզ։ Այդ նույն ձևով ըմպելիքներին անցնենք, կոլա 0 են ստեղծել, մարդիկ վերցնում են այդ ընխում կամ շատ ժամանակ հրաժարվում են գազավորված ըմպելիքներից, բայց գնում են վերցնում են բնական յութերը, որի անունն է ուղղակի բնական, բայց մեջը շաքար է։ Էլի, որն ընտրել։ Նայ, բնական հյութ գոյություն չունի այնտեղ։ Անունը բնական է։ Հա։ Բայց ընդ մենակ ես եմ բնական, ընդ ուրիշ բան չկա մեջը բնական։ Սա ինքը ջուր, գույն, շաքար ու համ։ Ընդ բնական բան գոյություն չունի։ Դա մեկ։ Դա մի փորձի դնել բերանդ։ Երկրորդ, ես դրա մասին եմ խոսացել։ Բանը մի քամի, անուն ինչա։ Միրգը մի քամի, մի խփի։ Դա էլ է դառնում շաքար։ Այո։ Մի արա, էդի առողջ չի։ Շաքարը թե ավելի շատ ֆրուկտոզ է, բայց մարմին շաքար ընդունում։ Okay։ Ասված ստեղծել է միրգը, որ ուտենք։ Ոչ թե խփենք կամ քամենք։ Ինչի համար, որտեղ միրգը լի է մանրաթելերով։ Այսինքն դու որ ուտում ես, դու բալանսը կարողանում է բահի մարմինը ինսուլինի, okay։ Բայց երբ որ դու իրան խփում ես, մանրաթելերը գնում է։ Կամ քամում ես, գնաց։ Ինքը դարա մաքուր շաքար։ Ոնց որ սոկը վերցրել ես, շաքարը խառնել ես, խոմ ես։ Մարմինը դերև ընդունում է շաքարերան։ Ես ասում եմ միրգը գեր, մի խփի, ու նախընտրելի հացից հետո մի հատ երկու հատ միրգը դուտես, որովհետեւ ինսուլին խավ չունենաս։ Երկրորդը կոլա 0։ Okay, հասկացանք կոլա 0։ Մույս կոլայից դրիվ դեմ եմ։ Շաբաթը մի հատիկ երկու հատիկ խմեցիր, okay, ոչ մի խնդիր չկա։ Ինքը մեգա գույնա, մեգա չգիտեմ մեջը ավելացած բաներա, քիմիա։ Okay, շաբաթը 1-2 հատ խմեցիր, բան չունի, ես էլ եմ խմում։ Շաբաթը 1 հատ 2 հատ կարող եմ խմեմ։ Հենց ավես տվեց, ասեմ բեր։ Չենք զրկում մենք մեզ դրանից, okay։ Եթե մի անգամ խախտում ենք անում, դա չի նշանակում որ մեկ-մեկ փչացրեցինք։ Կամ մեր առողջությունը վատացրեցինք, չէ։ Վատացնում է մեր առողջությունը ինչ որ մի բան սկսվեց գրգնել ամեն օր քո կյանքում։ Ասես որ դու մարդիկ կա գիտեմ հիվանդ են, օրը 4 հատ ինքդ կոլա է խմում։ Ահա, լավ գիտեմ։ Բայց այդ կախվածության ավելի հոգեբանական բանը չի գալիս։ Արդեն կախվածությունը ինչին, շաքարին։ Հա։ Համին։ Հասկացար։ Ասես երբ որ ասում են ես փոխում եմ շաքարը ստևիայով, ասում եմ դու խնդիրը չլուծեցիր։ Եվ նա շաքարը մնաց։ Ապրես, շաքարը մնաց շաքար, դու խնդիրը չլուծեցիր։ Դու ինչ որ մի բանից սովորությունից դուրս եկար, կախված մտարոշի մեջ։ Okay, հասկացանք ինքը ինսուլին չբարձրացնում, սա չանում, կալորիան քիչ է կամ չկա, հասկացանք, բայ դո, ինչ օրը 10 հատ կոլա խմենք, okay, հա։ Իհարկե դրա չափազանցություններ ունի, իր խնդիրները։ Դրա համար փորձենք ամեն ինչից օգտվել, բայց չափի մեջ։ Մեր ժողովրդի սովորությունները թե առավոտ մի բաժակ սուրճով սկսել։ Սուրճի վնասները որոնք են։ Էլի օրգանիզմի առողջության թե չի խանգարի մի բաժակ առավոտյան։ Չէ, չխանգարող բան չկա։ Ինքը շատ մեծ խանգարում ունի։ Նայ, առաջին սենց ասեմ, մենք երբ որ զարտում ենք, մեր մոտ ասված դենց աստեղծել մեզ, մենք երբ որ զարտում ենք, մեր մոտ բարձրանում է կորտիզոլը։ Մենք դրանով ենք զարտում։ Ինքը վատ հորմոն չի։ Էդի պետքական հորմոն է մեզ մարդիկ, էդի դրեցին մի սադանայի դեղ այդ կորտիզոլը, չէ, կորտիզոլը պետք է մեզ։ Բայց հարգի երբ որ դու իրան անընդհատ օգտագործում ես, այսինքն անընդհատ ստրեսի մեջ ես կամ կոֆեի մեջ ես կամ դրա մեջ ես, այդ ժամանակ կարող ինքը բերի գիրության, որովայնի շրջանի։ Դու երբ որ զարտում ես, կորտիզոլը արդեն բարձրանում է։ Դու գալիս ես մի հատ կոֆե ես խմում։ Նա ավելի ես բարձրացնում, դա կոֆեն բարձրացնում է կորտիզոլը։ Մեջի կաֆեինը որ գա, սիգնալները ուղարկում, որպես կորտիզոլ բարձրացնի։ Էդա։ Ես բարձրացում երկու անգամ ավել կորտիզոլը, դա մեկ։ Երկրորդը, երբ որ դու դատարկ ստամոքսի խաղում ես, ինձ մի ասա, ես չունեմ ստամոքսի խնդիր, այսօր կամ վաղը կամ 5 տարի ունենալու ես։ Կոֆեն դատարկ ստամոքսին, դա բարդատիր։ Բարդատիր, ինչ որ բերելու է քեզ ստամոքսի խնդիրի։ Այդ սուրճը լավ, իր մեջ ունի շատ կաֆեին, բայց թեյը ավելի շատ ունի կոֆեից։ Այդ կաֆեինը, բա թեյը կարելի է օգտագործել առավոտյան, թե էլի չէ։ Նայեք,
ես sense կասեմ ձեզի, ավելի հստակ լինենք։ Արավոտը զարտեցիր, մի բաժակ ջուր խմի, դու մետաբոլիզմը զարտնի, 15-20 րոպե դու նախաճաշը տարա, դոլինի առաջինը սպիտակուստեր, okay, հետո ջարբը, հետո ածխաջրերը դագ ինչ որ կմնա, դրանից հետո կոֆե կխմես, թեյ կխմես, ինչ ուզում ես խմի։ Այս է ճիշտ ձևը։ Եկեք անցնենք արդեն մի քիչ ֆիթնես հատվածին, ֆիթնես էլի մարզիչներին պիտի անդրադառնամ, նախ շատ թանկ է մարզասրահ գնալը Հայաստանում, ինչի համար ու ինչ կարող են անել մարդիկ, ովքեր չունեն այդ ֆինանսականը, որ կան։ Մեկ էլ մարզիչների կարևոր է, որ մարզիչ ունենա այն տեսքը, որը որ պիտի ունենա, հարիր է, այսինքն մկանային զանգված, թե գիտելիքներ է բավարար մարզիչ դառնալու համար։ Եկեք վերջի հարցից սկսենք ուրեմն, նայեք, հետո մյուս հարցը գիշտացեք։ Նայեք, ինձ համար անընդունելի է մարզիչը կամ սննդաբանը, կամ ինչ որ մեկը, եթե ինքը չաղա, հելնի խոսինի հարելու մասին։ Ինձ համար անընդունելի է 60 կամ 70 կիլոգրամ գշրող դղան հելնի խոսա մգան հավաքելու մասին։ Մի բան եմ ասել իրեն։ Եթե ես մարզիչ չեմ, ասեմ դղա ջան, մի հատ գնա դու մգան հավաքի, հետո արի ինձ տենց արա օգնի, okay։ Այդ ոնց է գիտես որ նա, NSFM-ը որ ասում է ես կարամ ձեր բիզնես զարգացնեմ, ձեր էջը զարգացնեմ, ֆոլոուերներ շատացնեմ, մտնում նայում ես ինքը 100 ֆոլոուեր ունի։ Այդ նույնն է, հասկացանք։ Պիտի ունենաս մարմինը, բայց ավելի կարևորը գիտելիքը։ Okay։ Հիմա ես 43 տարեկան եմ, ես մրցումներից արդեն 2 տարի ականգնել եմ, բայց իմ դեսկը բաղում եմ։ Ինչի համար։ Որտեվ դու ես մարդու բանը, եւ որ գրավական, երբ որ մտնում ես, դեսնում ասում նայ, երբ որ դու մարզված ես, դա չի նշանակում մենակ մարզվում ես, չէ։ Եթե դու մարզված ունես սիրունդ ես, դա գիտես ինչ նշանակում։ Դու ուրեմն ունես դիսցիպլինա։ Ինչ շատ կարևոր բան է։ Այսինքն դու քո օրդ լավ ես բաժանել, դու քո գործդ լավ գիտես, դու ամեն ինչ շատ ճիշտ ես անում, ամեն ինչ ժամանակին ես անում, մակրոսեր ես, դա մարմինի բահելը դա շատ դժվար բան է։ Եթե դու տեսնես մարդը իր մարմինը սիրուն է կառուցված, իմացի այդ մարդը ահավոր ձևի դիսցիպլինա ունի։ Okay։ Դրա համար մոտ արկելված է, խստիվ։ Սննդաբանը հելնի թեֆարի դեմքով խոսա, ասես տաբայ դեսկով, ինքասինի խոսանի արելու մասին, կասեմ ընդհանրապես քեզ չեմ հարգում, գնա դունի հարի, ինձ միասա հորմոնալ խնդիր ունեմ, ինձ միասա էսի ունեմ, ամեն ինչ լուծվող է, ինչպես որ 1-3 տարիների ընթացքում։ Նույնը հագարակը։ Եթե 60-65 կիլոգրամ ես կշռում, եթե այնքան չոր ես, վրեդ բան չկա, մգանները դա երևում, մենակ դա չի նշանակում, որ դու մգան ունես, դա քո բնական մգանն է, ուղղակի ջարբ չունես, չոր ես, դու էլ գնա դուն։ Մի խոսա։ Բերակ մի բաց։ Դուն գնա։ Okay։ Ու առաջի երթին գիտելիքդ։ Սովորի։ Ինչքան կարաս սովորի։ Ամեն օր բաց կարդա։ Ամեն օր նորություններ հետևի։ Ամեն օր հետազոտություններ հետևի։ Լիք ինստիտուտներ կա աշխարհում, որ ամեն ինչ որ ինֆորմացիա են բաց թողում։ Դու հավաքի, եղիր խելացի, օգտագործի քո վրա, հետո դու հաջողորդին կամ ժողովրդին։ Երկրորդը ասում եք թանկա։ Սենց ասեմ ձեզ։ Թանկ ասելով սենց ասեմ, ամսական մենք 10,000 դրամով մարզասրահներ ունենք։ 8,000 դրամով մարզասրահ ունենք։ Չունենք։ Ես չեմ տեսել իրականում 8,000 դրամով ինչ որ Կա։ Իմ անունը չեմ դալու։ Չեմ ասում ես մեծ բարվորակ բան, հա։ Ասեք չեմ ասում ես ինչ մեծ զալ է, ասեք կան, փոքր զալեր կան։ 12,000 դրամի կա, 15,000 դրամի կա, 20,000 դրամի կա։ Այսօր սենց ասեմ ձեզ։ Այս ամիս մի գնա երկու անգամ կաֆե, ռեստորան, մի գնա։ Այս դարի iPhone-ը մի փոխի 17-ի։ Որտեղ iPhone-ը դե փոխեցի, զարմացել ես գողքինիդ։ Այ, ես iPhone 17 ունեմ։ Դե այդ iPhone 17-ը գնաց խոսքի մի դարվա փաթեթ վերցնես, մեջ 3 ամիս 4 ամիս մարզիչ։ Մի դարվա ընթացքում քո դեսկը փոխես, քո մարմինը փոխես, այդ գողքինը դասի, վայ iPhone 17 չարա, բայց նայ, ոնց աշխատեց իր մարմինը։ Ամեն ինչ կարծես աստեից։ Էլ ասեց, եթե պետք է պատճառ, ես կարամ գտնեմ պատճառ։ Մարզիչ թանկա, սենց ասեմ, կա 10,000 դրամի մարզիչ, կա 15,000 դրամի մարզիչ։ Կա։ Չես կարա դաս, էջս ինչի համար է։ Մարզումները գածրի, ուտելիքը գածրի, հաշվարկները գածրի։ Դրանից ավելի իշտամ ես քեզի։ Անշախտի մեջ դրած է։ Full մարզանք է դրած մեջ մարմինի, այս հատվածը, այս օրգանես, այս հատվածը, այս օրգանես, այս հատվածը, այս օրգանես։ Ինչ է խանգարում քեզ։ Չէ՞։ Առիթները, որ գտնում են։ Մեկ էլ sense բախ կա, որ գնում են մարզասրահ, մարզիչ չեն վերցնում, ասում են լավ, ես գիտեմ, կանեմ իմ ուզած ձևով, բայց վնասվածք են ստանում։ Բայց հարցը ոնց լուծենք։ Կարա լինի։ Էդի դե գալիս է մարդուց արես, ինքը պիտի մտածի իր մասին։
Այդ ձև մարդկանց ես չեմ մոդիկանում, այսինքն ես երբ որ տեսնում եմ մարդ ինչ որ սխալ մի բան անում, վարժություն անում, հնարավոր է գարամ մոդիկանամ իրան, ասեմ եղբայր, գիտես ինչ կա, այս բահը սխալ ես անում, բայց ընկերուի գիտես ինչ կա, այս բահը մի քիչ սխալ է, սենց ուղի։ Եթե գնտունի, եթե չի խի մարդիկ կան ախպեր, ասում են ինքը ամենակետն է, ես գիտեմ, օքեյ։ Գրանչ ուզում ես արա։ Դու քեզ կվնասես, վնասի, ես խնդիր չունեմ։ Այսինքն մարդիկ պիտի մտածի իր մասին, ճիշտ անում թե սխալ։ Okay։ Ես չեմ կարող իրան բռնեմ ձերքից ասեմ, գիտես ինչ կա, չանես դες բան։ Ինքը ունի խելք, թող խելքը աշխատացնի։ Աստված դվել այդ խելքը որ աշխատացնի։ Ու պրոտեինները, որ ժամանակին մարդիկ հիմա որ օգտագործում են, որ սպիտակուցա եւ այլն, էլի մեր մեծահասակների մոտ եւ այլն էլի երիտասարդների մոտ մտածում են պրոտեինը վատ հավելում է։ Կարտատիպը փոխվել է թե չէ։ Եթե համեմատենք մի քանի տարվա առաջ հիմա շատ է փոխվել, okay։ Դե իմի արդեն ամեն ինչ ավելի հասանելի է, ինֆորմացիան ավելի հասանելի է, աշխարհում եք ֆորմա որ օքեյ է, ամեն օր սենց ասեմ, պրոտեինը եւ կրեատինը, այս վերջի 5 տարում այնքան հետազոտություն են անցել, ինչքան մարդու վրա ինչքան մի բան փորձածել են, ավելի, լուրջ եմ ասում։ Հիմա շատ նորմալ բան է, որ իրան կարաս ընդունես, okay։ Բայց ես ինչ եմ ասում։ Ասում քո օրվա ուդելիքդ գեր ստացիր սնունդիդ այդ ամեն ինչը։ Եթե չէ, նոր անցիր դրան։ Օրինակ ես օր 6 անգամ ուդում եմ, որովհետեւ ասել եմ իմ բաշարը փակեմ։ Դե իմ քաշը բան ուրիշ է, մեկանային աշխարհը։ Սովորական մարդկանց բարաբոները որ դարձեմ, ասենք նախաճաշ ընտրիկ կարող է միադել խորդիկ լինի ինչ որ մի բան, ասեմ նա ես հաշվել եմ քո սպիտակուցները, այս կանը որ ուդես, դու պրոտեինի խնդիր չունես, կարաս չխմես էլ։ Երբ որ չէ, նոր մարդիկ խառնում են իրան, սկսում են մինչև գիտես, չէ, հաս չուդել էդի խմել, որ Նիհարենյանի։ Հա տենցել են անում։ Հա տենցել են անում։ Այնքան բանա բադահում մոդս, ասենք ուղիղ դուրս։ Ասեմ ժողովուրդ անունը ի՞նչ է։ Հա, վելասնունդ։ Այսինքն սնունդը չես լրացնում, դրանով լրացնի։ Իսկ ոնց որ վիտամին D-ն որ խմում ենք, ոնց որ մագնիզիում որ խմում ենք, ոնց որ օմեգա 3-ը որ խմում ենք, իրանք հավելում են։ Okay։ Չի երիկում, ավելացրու։ Բայց նեն չոր ինքը վնաս է։ Ես չեմ կարող ասեմ, որ ինքը վնաս է, որ ես վերջի ասում 5 տարում չի եղել իմ հետազոտություն բերի, որ ես ինչ կա սենսիվանդության է բերել։ Իհարկե, եթե դու ինչ որ խնդիր չունես, լիարդի խնդիր չունես, երիկամի խնդիր չունես, եթե դու նորմալ մարդ ես առողջ, այդ մասին ենք խոսում։ Կրեատինների պահով ասում են, որ կարող հորմոնալ խանգարումներ բերի կանանց։ Չէ, ոչ մի բան։ Տարբերություն կա տղամարդու կրեատին կան կնոջ։ Էլի կարծատիպային։ Այո, մոռացեք։ Ֆիթնես ոլորտում շատ է ստերոիդների օգտագործումը։ Ինչպես եք վերաբերվում դրան։ Ինչ վնասներ է։ Դա ֆիթնես ոլորտի չի, դա bodybuilding-ի, հա։ Ինչպես եք վերաբերվում դրան ու ինչ վտանգներ է հետագայում բերելու։ Իր վտանգները շատ է։ Եթե դու անում ես քո գլխից ինչ-որ մի բան։ Նայ, ասենք, սենց ասեմ, դու չես կարա մրցում մասնակցես, եթե դա չես անում։ Միանշանակ։ Լուբոյ մարդ, որ դու տեսնում ես հելա բեմ, չեն խոսում մենակ հայերի մասին։ Աշխարհով YouTube-ը բաց, տելևիզորը բաց, Mr. Olympian բաց կտեսնես։ Մարդ չկա որ չի օգտագործում։ Բոլորը օգտագործում են։ Եթե իրան օգտագործում ես խելքով, դու իրան մինիմալ վնասներով եւ մաքսիմալ օգուտներով դուրս կգաս։ Okay։ Եթե օգտագործում ես քո գլխից, սպասիր հետևանքներին։ Միջի մահ կարաբերի։ Բարձ ասում եմ։ Միջի մահ կարաբերի։ Չբերության հազար խնդիր, սրտանոթային խնդիրներ, սրտի խնդիրներ, լիարդի խնդիրներ, երիկամի խնդիրներ, բոլորը կարաբերի։ Okay։ Դրա համար որ ինձ գրում են, ասենք լինում է մարդիկ ինձ գրում, ինչ խորտ կաս, ինչ անենք, ասում հաջող։ Ասում ով ես դու։ Մրցում ես պատրաստվում։ Ինչ ես անում։ Դեսք դեզում փոխես, չէ։ Գնա բարաբի։ Հասկացա՞ր։ Իմ մոտ արխիվված է, այդ թեման արխիվված է։ Ոչ մեկ ես ոչ խորտ կդամ, ոչ մի բան կասեմ, չեմ ասին տարաբես։ Ես իմ շրջանակ, ով որ մենք մասնակցում ենք։ Հիմա սենց ասեմ, քեզ ես 2 տարի արդեն հանել եմ։ Համարը չեմ օգտագործում, որովհետև ես մրցումներից կանգնեցի։ Հիմա վերադարձնում եմ առողջությունը լրի դեղը, անալիզներ, հետո սենց ասեմ, չմտածեք որ ինքը էժան բան է։ Դու ստերոիդը որ վերցնում ես, ինքը շատ էժան է։ Ստերոիդը որ վերցնում ես, ինքը էժան բան է, բայց իրան բահելն է դժվար։ Ասենք մենք մենակ 3 ամիս մեկ անալիզ եք տարի 120,000 դրամ արժի։ Մենակ անալիզի մասին է խոսքը։ Ընթացքում մենք լիարդը պաշտպանի, երեգամները պաշտպանի, արունը մակրի, էսիան, էդյանի, ամիսը երևի մի 150,000 մենակ դեղերի ենք տալի, որ մակրում մնա այդ ամեն ինչը։ Այսինքն դու դեղը վերցեցի 20,000 դրամով, չէ։ Դու դիմաց ամեն ամիս 200,000 ծախս ունես։ Կարաս։ Կամ էլ սպասի արդեն հետևանքներին։ Նենց որ խելքից դուրս բան մի արեք, գործ չունեք, մենք արել ենք, օքեյ։ Ես չեմ ասում, ես փոշմանել եմ, ես գարեջ անեի։
օրինակ։ Ձեր մրցումների համար ա եղել, բայց նայեք, օրինակ պատկերացնենք մի հատ տղա, ով, չգիտեմ, հասակը 1.70 m, քաշը 130, բայց ինքը ուզում է այդ իր քաշը պահպանի մկանային զանգվածով, իսկ լինի sense, բայց մկանոտ։ Կարա անի։ Կարա պահպանի մկանային զանգված այդ քաշով այդ բոյով։ Առաջերտին դա ջարբա։ Դա ջարբա։ Okay։ Դա հիվանդություն է արդեն։ Ջարբը իջացրու, դու մարզվի, հələ դες դագի ինչ կմնա, մարզվի, նորմալ գեր, հիմա 5 կիլո գավակես, 10 կիլո գավակես, ասված ինչքան նայ, մենք ունենք տեստեստերոն, okay։ Ասված ստեղծել է այդ չափսը, որ մենք ունենք, ապրելու, շարժվելու, չգիտեմ, հարաբերություն անելու, ուժ ունենալու, չգիտեմ, դրաման է ստեղծել, այլ չի ստեղծել ավելորդ մգան ունենանք մենք։ Ավելորդ մգանը դա լավ բան չի, լուրջ եմ ասում, ավելորդ մգանը դա սրդիդ աշխատանքն է խանգարում։ Եղավ, արյունը ուրից ձև է աշխատում, բանը, շրջարություն ուրից ձև է լինում լրիվ։ Դու չես կարող այդ խելքիցդ ելնես ավելացնես։ Մենք տարին ավելացնում ենք 2 կիլո։ Դարին։ Ես եթե մի քիչ ավել եմ հելնում, սիզս չի ձգում, չի դիմանում։ Հա։ Հիմա ես դրա համար ասենք ես վերջին տարիներին ես դրվել եմ 100-102 կիլոյի վրա։ Հենց ասում 105, հետ եմ իշտում։ 105-ին արդեն սիդս չի ձգում, չի դիմանում։ Հասկացաք, լիքը խնդիրներ կա։ Հետո դա խանում ես, չես կարող շարժվես։ Այո, էներգիան գնում է, մարմիտ քեզանից անգի այդքան մգան բայելը հեշտ չի։ Հասկացաք։ Մի արեք սխալ։ Ինչ ունում եք, ինչ ունեք, դրանով բավարարվեք, ունեցեք սիրուն մարմին, եղեք առողջ կարևորը, առողջ սնվեք ու անցեք առաջ։ Մի մտածեք ավելորդ բաներ մասին։ Ճիշտ խաղանք ես։ Ահա։ Լավ, վերջին հարցը ստամ, ստամոքսի վիրահատությունները շատացել են։ Ոնց եք վերաբերում սրան։ Ես դեմ եմ։ 130 կիլոգրամ 130 կիլոգրամ то это վազի։ Դու 130 կիլոգրամ то это բրանը բռնի։ Եթե դու 200 կիլո ես վաղը մահանում ես, գնա գդրի։ Ես այդ կան բան կարամ ասեմ։ Եթե դու, չգիտեմ, արդեն ունես առողջական խնդիր, որ էլ չես կարող բգիտ, ու վաղը ասում են ախպեր դու մեռնելու ես, այդ ձև չունես, գնա գդրի հասկացանք։ Բայց ես չեմ հասկանում, եթե դու 120, 130, 140 կիլո ես, խիբերան չես բռնում։ Ստամոքսդ գդրեցին նայ, հիմա ելելույն ասեն, ախպեր ես գդրել մինչ բան չի եղել։ Ես քեզ դեռ գարան բերեմ 10 հոգուց 5 հոգին 6 հոգի որ խնդիր ունեցել։ 100 հոգուց մեկը մահանում է, ստամոքսը էսա չէ, աշխատում է ստամոքսը։ Դու բռնում կտրում ես, այսքան բանն ես տողում։ Այսքան ստամոքսը դու 3 ամիս ինչ ես սնվելու։ Չես կարա։ Չես կարա սնվես այդքան ինչքան որ քեզ պետք է մարմինդ։ Դու այսքան ստամոքսով չես կարա քո օրվա ռացիոնը ստանաս։ Օրվա սպիտակուցը, օրվա ջարբը, օրվա ածխաջրը, այսքան ստամոքսը դու չես կարա ստանաս։ Այսքան ստամոքսը միներալներն ու բաները, վիտամինները չի կարա մարսի այսքան ստամոքսը։ Դրա համար հիմնականի մոտ ինչ է լինում, հիմնականի մոտ, թող մեկը չթռնի ասի ինձ, իմ մոտ բան չի եղել։ Մազաթափությունը սկսում է, եղունգները թափում է, մարդկա մինչև հիմա մի դարիա գդրել է ստամոքսի բանով է խմում, ցավազրգիչով է ինքը ֆռում։ Okay։ Խնդիրներ լինելու են։ Եթե 10-ից մի հոգու մոտ, 2 հոգու մոտ լավ է լինում դա չափանիշ չի ինձ համար։ Ազո ստեղծած բանը խի ես գդրում թափում։ Օրինակ, խի ես գդրում թափում։ Խնդիր չունի որ նա գդրես թափես։ Խնդիրը քո մեջ է։ Քո խնդիրը դուզի խի ես ասող գործին ձեր դալի։ Ես դենց եմ նայում։ Շնորհակալ եմ շատ, վերջում մի քանի բլից հարցեր եմ պատրաստել տամ։ Բոդիբիլդեր թե մարզիչ լինել, որ մեկն եք նախընտրում։ Մարզիչ։ Մարզիչ թե սննդաբան։ Մարզիչ։ Պարապել բիցեպս թե տրիցեպս։ Բիցեպս։ Բիցեպս։ Վազել այգում թե կարդիոյի վրա։ Այգում։ Ձգումներ pull-up թե ժիմ, push-up։ Push-up։ Squat թե lunge, որ Squat։ Ծանր քաշ անել 2 անգամ, թե թեթև, բայց շատ։ Թեթև շատ ասելով 10-12-ը մեջ ենք աշխատում։ Հավ թե ձու, սպիտակուցների առումով։ Ձուն ավել լավն է։ Ձու թե պրոտեին։ Ձու։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Խիստ դիետա թե ծանր մարզումներ։ Իհարկե ծանր մարզումներ։ Մեկ մթերք, որ առանց որի չեք պատկերացնում ձեր սննդակարգը։ Հավի գրծքամիս։ Իսկ մեկ մթերք, որ չեք պատկերացնի, որ դա կուտեք։ Սպիտակ ձուկը։ Զզվում եմ դրանից։
Բայց սպիտակուցները ավելի շատ չեն։ Չէ, գիտեք ինչ համար եմ զզում, եթե բացատրեմ։ Մեկ բրծումի շրջանում վերջի մի ամիսը հիմնականում մնում ենք այդ սպիտակ ձգի վրա, որը ասեք սոդիում չի բարունակում։ Զզվելս գալիս է արդեն, եթե մի ամիսը որոդում եմ, այն որ չեմ ուզում դարիներով տեսնեմ իրան։ Շնորհակալ եմ շատ, այսօր այսքան էինք պատրաստել։ Ես եմ շնորհակալ ձեզ հարցերի համար։ Շնորհակալություն, այսօր այսքան էինք պատրաստել, հետևեք մեր սպորտզոնին։